Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից եւ ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, առնանման հետքեր, դանակ, Lexus մագնիշի ավտոմեքենա, որի վրա արկային եղել կրակոցի հետքեր։ Իշխանություն լրատվականի տեղեկություններով Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել են կնոջ պատճառով։ Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։ Ըստ տեղեկությունների նա փորձել է քայլեր անել Իմչաթեւի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։ Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է եւ վերածվել հրաձգության, որի հետևանքով գազով։ Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ։ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցների հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ կան եւ վիրավորներ։ Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույց, սպանության փորձի, սպանության, խուլիգանության եւ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապօրինի շրջանառության հատկանիշներով կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Նշենք նաեւ, որ մոտ 1.5 տարի առաջ Աջափնյակում մեկ այլ աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել։ Թաղամասի փողոցներից մեկում բնակելի շենքերի հարևանությամբ հրազենով սպանվել էր քրեական հեղինակություն ֆազմականունով Սերգեյ Գրիգորյանը։ Նշենք, որ այս լուրերի ֆոնին ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է 3.2%-ով։ Նա նշել էր, թե այս ցուցանիշը վկայում է ներքին անվտանգության մակարդակի մասին, ինչպես նաև ներքին գործերի բնագավառում կայացված որոշումների արդյունավետության մասին։ Այսօր հիշում եւ մեծարում ենք զրահատանկային զորքերի մարշալ Խորհրդային Միության հերոս Համազազ Բաբաջանյանի ծննդյան օրը, մարդու, որ իր անունը ոսկե տառերով գրեց ռազմական պատմության մեջ։ 123 տարի առաջ այսօրը ծնվեց լեգենդար տանկիստ Սմոլենսկի, Կուրսկի, Ժիտոմիր Բերդիվեչի, Պրոսկուրովսկոս Չեռնովցի, Լվով Սանդոմիրի, Վիսլո Օդերսկի, Բերլինի եւ Հայրենական մեծ պատերազմի այլ գործողությունների մասնակից խորհրդային ականավոր զորահրամանատար Համազազ Բաբաջանյանը։ Սովորական գյուղացիական ընտանիքից դուրս եկած այս երիտասարդը վաղ տարիքից ընտրեց զինվորականի ուղին եւ իր ողջ կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը։ Նա համարվում է ԽՍՀՄ զինված ուժերի օպերատիվ մարտավարական օղակի 30 ամենաարդյունավետ հրամանատարներից մեկը։ Նրա անունը 15 անգամ հիշատակվել է Գերագույն գլխավոր հրամանատար Ստալինի հրամաններում, ինչը նրան դասում էր ամենաարդյունավետ հրամանատարների շարքում։ Հետպատերազմյան գործունեության ընթացքում նշանակալի ներդրում է ունեցել ԽՍՀՄ զրահատանկային զորքերի զարգացման գործում, զբաղեցրել է բարձր հրամանատարական պաշտոններ։ Նրա հրամանատարությամբ տանկային ստորաբաժանումները կարևոր դեր են խաղացել մի շարք ռազմագործողություններում։ Նա աչքի էր ընկնում արագ որոշումներ կայացնելու, անձամբ մարտի դաշտում գտնվելու եւ զինվորների հետ անմիջական կապ պահելու հատկություններով։ Այսօր նրա ծննդյան օրը մենք խոնարհվում ենք նրա հիշատակի առաջ եւ արժեվորում նրա թողած ժառանգությունը։ Պատմությունը եւ հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների վերաշարադրումը հիբրիդային պատերազմի տար է։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը։ Սա հիբրիդային պատերազմի շատ ուժեղ տար է ցանկացած երկրի դեմ, երբ դուք ստիպում եք մեկին վերաշարադրել պատմությունը, ասել է դիվանագետը։ Նա նաեւ ընդգծել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները համատեղ հաղթանակ էին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ պարբերաբար հայտարարում է, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում, որն ընդգրկում է տնտեսական միջոցներ, տեղեկատվական հարձակումներ, դիվանագիտական ճնշումներ եւ Կիևի ռեժիմի ռազմական աջակցություն։ Ըստ նրա նպատակը Ռուսաստանի թուլացումն ու ապակայունացումն է։ Նշենք, որ Արսենյանը ավելի վաղ առանձնանում էր իր հակառուսական հայտարարություններով։ Քաղաքագետները կարծիք էին հայտնում։ Արսենյանը նախկինում հակառուսական այնպիսի հայտարարություններ արել, որ ենթադրվում էր, նրա նշանակում այդ պաշտոնին պետք է անհնարին լիներ։ Նա մշտապես քննադատել է Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները խորացնելը։ Կարծիք կա, որ նա նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան ՔՊ քաղաքական թիմից հեռանալու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է հարվածել Իրանին այս շաբաթ, գրում է CNN-ը հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրներից մեկը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առանձնազրույցներում փաստարկներ է ներկայացրել ինչպես ռազմական գործողությունների օգտին, այնպես էլ դրանց դեմ եւ հարցումներ անցկացրել խորհրդականների ու դաշնակիցների շրջանում, բարձելու գործողությունների լավագույն տարբերակը։
Սպիտակ տնից էլ հայտարարել են, որ Իրանի հետ կապված փոքր առաջընթաց է գրանցվել, սակայն որոշ հարցերում դեռ շատ հեռու են միմյանցից։ Նշենք, Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ծանր բեռնատար ինքնաթիռները շարունակում են ռազմական նշանակության բեռներ մատակարարել Մերձավոր Արևելք։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն էլ նշում է. չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին։ Բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս։ Իրանի շուրջ ամերիկյան ռազմական ներկայությունը հասել է պատմական ամենաբարձր կետերից մեկին։ Տեսականորեն ամերիկյան բանակը արդեն կարող է ռազմական գործողություններ սկսել։ Դատելով ռազմական ներկայության կառուցվածքից, Պենտագոնը չի դիտարկում ցամաքային որևէ գործողություն եւ օպերացիան կրելու է հրթիռային հարվածների բնույթ։ Եթե պատերազմը սկսվի, այն կլինի պատմության մեջ այս մասշտաբի ԱՄՆ-Իրան առաջին ուղիղ առճակատումը կամ այլ խոսքերով ասած լայնամասշտաբ պատերազմը եւ դրա հավանականությունը պատմական մաքսիմումի վրա է։ Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանությունից անցել է 22 տարի։ 2004 թվականի այսօրը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց քնած Գուրգեն Մարգարյանին, հայ սպայի, որն ընդամենը մասնակցում էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին։ Սպանությունը 2004 թվականին մեծ արձագանք ստացավ ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում։ Դեպքը միջազգային սկանդալ առաջացրեց, ընդգծելով հայ-ադրբեջանական լարվածության խորությունը։ 2006 թվականին հունգարական դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահազատազրկման։ 2012 թվականին սակայն Հունգարիան նրան արտահանձնեց Ադրբեջան, որտեղ նա անմիջապես ներման արժանացավ եւ հերոսացվեց։ Այս զարգացումները Հայաստանում առաջացրին հանրային բողոք եւ դիվանագիտական լուրջ հետևանքներ։ Գուրգեն Մարգարյանը պարզապես սպա չէր, նա որդի էր, ընկեր, ծառայակից, երիտասարդ, որը հավատում էր, որ զինվորական համազգեստը միայն պատերազմի մասին չէ, այլ նաեւ արժանապատվության, կարգապահության եւ խաղաղության։ Այս սպանությունը լուրջ դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց։ Միջազգային կառույցներն ու մի շարք երկրներ մտահոգություն հայտնեցին կատարվածի վերաբերյալ, ընդգծելով, որ նման քայլերը կարող են խաթարել վստահությունը տարածաշրջանում։ Սակայն 2022 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանի օրոք հայտարարվեց, որ Հայաստանը եւ Հունգարիան պայմանավորվել են վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ Կողմերը նշեցին, թե որոշումը պայմանավորված է պետական շահերով եւ տարածաշրջանային նոր իրողություններով։ Գուրգեն Մարգարյանի սպանությունը շարունակում է հիշատակվել որպես դեպք, որը դուրս եկավ մեկ քրեական գործի շրջանակից եւ դարձավ քաղաքական ու իրավական քննարկումների առարկա։ Ամեն տարի այսօրը փետրվարի 19-ին Հայաստանում հիշատակի միջոցառումներ են անցկացվում, ընդգծելով արդարության, անվտանգության եւ խաղաղ համակեցության հարցերի կարեւորությունը։ Եվ վերջում օրվա տեսանյութ, ինչպես է եղնիկը վերադարձվում վայրի բնություն։ Այսօրվա համար այսքանը, իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։